Աբրահամի որդի, Դավթի որդի, Հիսուս Քրիստոսի ծննդաբանությունը։ Ավետարանիչը իր ավետարանը սկսում է ոչ թե հրեշտակների, հովիվների կամ մսուրի նկարագրությամբ, այլ ծննդաբանությամբ։ Թվում է, թե անվերջ անունների ցանկի հետ գործ ունենք, բայց իրականում այն պատմում է Աստծո հավատարիմ ընթացքը, ուր յուրաքանչյուր սերունդը վկայում է, որ Աստված պահում է իր խոստումը։ Աբրահամից մինչև Դավիթ, Դավթից մինչև գերությունը և վերջապես մինչև Մարիամը Աստծո ծրագիրը երբեք կանգ չի առել։ Այս ցուցակի յուրաքանչյուր անուն ներկայացնում է մի սերունդ, ով սպասում էր հույսով և վստահում, որ Աստված չի մոռացել իր խոստումը։ Որոշները հավատքի հերոսներ են, մյուսները խիստ թերություններով ու սխալական մարդիկ, բայց Աստված նրանց միջոցով գործեց իր որդուն աշխարհ բերելու համար։ Ավետարանական սպասումը հենց այստեղից է սկսվում, հիշեցումով, որ Աստծո խոստումները կարող են ժամանակ պահանջել, բայց դրանք միշտ կատարվում են։ Թեև դարեր են անցել, թագավորություններ են ընկել, ժողովուրդը գերության է տարվել, բայց Աստված հիշել է իր ուխտը։ Նա գործում է պատմության ամեն հանգույցում, որպեսզի իր ժամանակին իրականանա փրկության խոստումը։ Եթե այսօր դու էլ ես սպասում Տիրոջը, քաջալերվիր, նա չի մոռացել քեզ։ Նույն հավատարիմ Աստվածը, որ իր խոստումը իրականացրեց իր որդուն աշխարհ ուղարկելով, նույն Աստվածն է, որ այսօր էլ քեզ է առաջնորդում իր ձեռքով։ Այս մի կարճ նախադասությունը Աբրահամի որդի, Դավթի որդի, Հիսուս Քրիստոսի ծննդաբանությունը ամփոփում է ամբողջ մարդկության փրկության պատմությունը։ Աստված մնում է հավատարիմ, նույնիսկ երբ մարդն անհավատարիմ է։ Գալստյան այս առաջին օրն Աստված մեզ հիշեցնում է, որ նա շարունակում է գրել պատմությունը նաև մեր օրերում։ Նա գիտի մեր ծագումը, մեր ընթացքը և մեր նպատակակետը։ Ինչպես գործեց Աբրահամի ու Դավթի սերունդների միջոցով, այդպես էլ գործում է մեզանում իրագործելու համար իր խոստումը։ Տեր, հիշեցրու ինձ ամեն օր, որ դու պահում և իրականացնում ես, ինչ խոստացել ես։ Ամեն։